Ողջունում եմ ձեր ներկայությունը, Շնորհակալ եմ։ բայց մի երկու տեղեկություն, Այո։ ես մեր կանգնած տեղի մասին, մեկ էլ մեր քաղաքի մասին։ Այո։ Ուրեմն ներկաներից շատերը չգիտեն, որ այս քաղաքը կառուցվել է ռուսական կայսր Ալեքսանդր II-ի հրամանով։ Բոլորը գիտեն, որ Սյունիքը 10 տարի շուտ է միացել Ռուսաստանին, քան թե Հայաստան։ Այո։ Ու այս քաղաքը, որ կառուցվել է, այս քաղաքը նպատակային է կառուցվել։ Այս քաղաքը կառուցվել է 3 խոշոր ճանապարհների կենտրոնում, ինչպես նաև ռուսական զինվորական ճանապարհի հարավային կետում։ Այո։ Ուրեմն այս քաղաքի նախագիծը 1870 թվականին գծվել է Լենինգրադում։ Դրա հետ է քաղաքի փողոցի լայնությունը 22 մետր է, եւ քաղաքում նախատեսել են պասաժ, որի մասին Աքսել Բակունցը մանրամասն նկարագրում, եւ բուլվար։ Այս քաղաքում եղել է ռուսական եկեղեցի, հայկական եկեղեցի։ Քաղաքը հատակագծվել է Պետրոգրադում, բայց կառուցել են հարուստ հայերը։ Այո։ Մելիք Հուսեյնովի գլխավորությամբ։ Այսօր ես ողջունում եմ ձեր ներկայությունը, որովհետև ազգին առաջ է տանում էլիտան։ Էլիտայի մեջ դա ազգի հարուստներն են ու մտավորականություն։ Այո։ Հիմա ստացվել է այնպես, որ մեր ազգի մեծահարուստներից երկուսը դատապարտված են, 3-ի վրա քրեական գործ կա, եւ եթե այսպես գնանք, մենք կդառնանք գնչու։ Այո։ Եթե չենք ունենա ազգային մտավորականություն եւ հարուստ մարդիկ։ Հիմա ձեր ներկայությամբ ես 2-3 խնդրանք ունեմ։ Ասեք։ Առաջինը արտաքին քաղաքականությամբ երբեք չհրաժարվել մեր դաշնակցից, որտեղ սա իր տարածքն է եղել։ Եթե հրաժարվեք, պետք է հանձնեք Պարսկաստանին, որտեղ Պարսկաստանից է վերցրել։ Արևմտյան ուղղությունը, թուրքական ուղղությունը, մենք պետք է մերժենք։ Երկրորդը բարեկամական կապ պետք է պահենք մեր նախկին բարեկամ, այսօրվա բարեկամ Իրանի հետ, եւ մենք կլինենք հզոր։ Երկրորդը Գորիսը մեծ ներուժ ունի, բայց ճանապարհները փակվել են։ Այո։ Ուրեմն մենք Ղարաբաղի, Արցախի հետ ճանապարհ չունենք, Գորիս կապան ճանապարհը փակվել է, Մայրուղին անցնում է Սիսիանով, Այո։ Գորիս չի մտնում, ասինքն Գորիսը դառնում է կույրաղինք։ Այո։ Հիմա Ես խնդրում եմ ձեր ծրագրերում հետագայում նախատեսեք եւս մեկ բան։ Արցախից ունենք 130,000 արտագաղթած մարդիկ, ներգաղթած, որոնցից 80,000-ը Հայաստանում։ Ես խնդրում եմ Սյունիքում պետական ծրագիր եւ այդ 80,000 հայերին կենտրոնացնել մի կետում, որպեսզի մենք անգեղակոթի օրը չմնենք։ Անգեղակոթում եղել են հին հայերին վերացրել են, այնտեղ Ղոյ Սալմաստի բարբառն է գնում։ Հիմա Ղարաբաղցիներին, արցախցիներին, որ տարածել են ամբողջ Հայաստանում, այդ մշակույթը կոր չունեն։ Դրանք պետք է կենտրոնանան մի մեծ քաղաքում, որի հնարավորությունը Սիսիանում ու Գորիսի արանքում մի քաղաք է պետք կառուցել 30-ից 40,000 ազգաբնակությամբ։ Եվ վերջինը, դուք կանգնած եք մի հուշարձանի մոտ, որը ամբողջ սովետական միությունում առաջինն են կառուցել։ Հայնական պատերազմի զոհվածների հիշատակին 43 թվին մեր վարպետների առանց իշխանության վարպետների այդ վատ տարիների սուղ միջոցներով։ Եվ աչմել գտնում է պասաժը, որը վկայում է, որ սա Լենինգրադից հետո երկրորդն է կառուցված։ Մեկ էլ վերջի խնդրանքը, ձեր խոստումները կատարելու համար մենք ունենք Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Այնտեղ մի հատ մոնվառեք, հետո գնաք։ Մեծ ուրախություն։ Որը։ Դորոքում ինչ կապ ունի, կարող մոտիկանաք եկեղեցու պատին կպնեք ու գնաք։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, ուրեմն բոլոր ասածը, դες սովորական մարդ, որը տիրապետում է, որը ապրել է, որը գիտի, որը տեղեկացնում է, այսօր ամենակարևորը մեր դաշնակիցների հետ մենք պետք է նրանք էլ բաց թողում ունեն, ես չեմ ասում 100%։ Եթե ավելի լավ առաջարկ կլինի իմ երկրի, իմ ժողովրդի, անվտանգությունը պահելու, տնտեսություն զարգացնելու ուրիշ, բայց այսօր մենք դաշնակիցներին, այսօր մենք ունենք մոտարապես քան Հայաստանում են բնակվում, այնքան էլ Ռուսաստանում են բնակվում։
ամեն ամիս 160-ից 170 միլիոն դոլար տրանսֆեր են ուղարկում իրենց հարազատներին։ Ամբողջ Հայաստանու բերք ու բարիքը ուղարկվում է Ռուսաստան, գինին, կոնյակը, ճիրը, միրգը։ 3 միլիարդ էլ տեղից է գալի։ Եթե այսօր ասում են Եվրոպա, Եվրոպան կարա ապավի, Վրաստանը գնացել էր Եվրոպա 6 տարի։ Մի շիշ գինի կարողացել է Եվրոպայում ծախի։ Հələ այդքան ճանապարհներ ուներ, ծով ուներ, բայց չկարողացավ մի շիշ վաճառի, նորից էլ եկավ գնաց Ռուսաստան։ Մենք պետք է մեր տնտեսությունը չքանդենք, կփակվի ամեն ինչ։ Ես ասում եմ, եթե լավ առաջարկող է եկան, ամբողջ Եվրոպայից տեղ էին, բացի սուտ խոսալուց, ինչ ասեցին։ Գումար պետք է տան, երբ են տվել, երբ են տալու, ինչ են արել, որ ասեք թե այսօր միայն օդի մեջ խոսալով չի լինում, ժողովուրդ ջան, այսօր պետք է լիարժեք մեջները սպինդ լինի։ Այո, Պարսկաստանը մեր հազարամյակների բարեկամ երկիրն է, մեր եղբայրն է, ոչ թե միայն խոսքով եմ ասում, այս ամբողջ պատերազմի ժամանակահատվածում մի օր չեղե իրենց ճանապարհով իրենց մեզ նեղություն տան։ Պարսկաստանում, Թեհրանում կա Արարատ ակումբ, որը մեր հայրին հատկացել են 20 հեկտար քաղաքի կենտրոնում, հայը իր ավանդույթը, իր եկեղեցին, իր միջոցառումները կազմակերպին տեղ անվճար 100 տարով տրամադրել էին, 100 տարին լրացավ, նորից տրամադրեցին մեր ժողովրդին, որ կապը պետք է ամուր լինի, Ռուսաստանի հետ նույնպես, մենք պետք է կարողանանք մեր հարաբերությունները ամուր պահենք, որն է մեզ ավելի ձեռնատու, ով ավելի արդյունավետ, ով է կարող մեզ ասենք թե թևու տիկունք լինի, մեր մեջ կպինդ պահի, ներդրումներ կատարի, ու եմ նա էլ պետք է լինի։ Եթե Ռուսաստանից առավել կա մեկը, զանդի չկա թողա, բայց չկա, մենք առանց դրան չենք կարող, որ այդ հարցերը կարգավորենք, թե չէ նորից եմ ասում, սենց շարունակվեց ժողովուրդ, ուղիղ մեկ տարվա ընթացքում, ոնց որ Արցախը հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանը ու վերջ, նույնն էլ ասել են Երևանը ու վերջ, սա է լինելու, հավատացեք ինձ, մենք մեր թշնամու հետ չենք կարող գործընկեր լինել, նա մեզնից վրեժ ալուծում, այս հիմնական հարցը սա է, անընդհատ հիմնական ինչ-որ պահանջներ է ներկայացնում, այս պտիտակ 3 օր առաջ վարչապետը ասեց, որ 3 տարածք նույնպես պետք է մենք հատկացնենք Ադրբեջանին եւ այդպես շարունակ, հետո պետք է բնակվեն Երևանում, Սևանում, Սյունիքում, տարբեր տեղեր, չի կարա լինի ժողովուրդ ջան։ Ես ասեցի ձեր ցավը տանեմ, դուք լսեցիք, հիմա որոշողը դուք եք, ձայն տվողը դուք եք։ Ում կնախընտրեք, ձեր ձայնել տվեք, իրանց էլ պահանջեք։ Ես Էլիզե Ծառուկյանն եմ, իմ խոսքը գործ է, ում կարամ հիմնական սահմանը, օգտակար լինեմ, կտանի լինեմ, ժողովուրդ ջան։ Այդքան մոտիկացել են մեզի։ Սարիուրական այսօր ադրբեջանցին Երևանում անձնագիր է ստանում եւ եկել են Արագածից, Մյուսից, Մասից իրենց հողատարածք են նայում, իրենց տներն են մանգալի։ Այդ բոլորը ես գիտեմ։ Բայց մարդիկ պայմանավորվել են, թուղթ են ստորագրել, իսկ էր ասում են այսօր ասում են այդպիսի բան չկա։ Բայց ասում եմ Ալիևի խոսակցությունը 2025 թվական դեկտեմբերի 5 թող բացեն նայեն, ինչ ասեն։